Բարև ձեզ։ Հունիսի 7-ին կայանալիք համապետական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մենք շարունակում ենք ներկայացնել եւ քննարկել Հայաստանի Հանրապետության զարգացման այլ ընտրանքային ծրագրերը։ Այսօր մենք խոսելու ենք միաժամանակ եւ տնտեսության եւ քաղաքականության մասին։ Տնտեսության մասով Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգը, եթե ոչ այսօր, ապա վաղը կարող է հայտնվել բավական բարդ մի խաչմերուկում։ Նկատի ունեմ այն, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, մյուս կողմից խորացնում է հարաբերությունները Եվրամիության հետ, որը մեզ համար բացում է նոր հնարավորություններ, նոր հավակնոտ հեռանկարներ։ Ինչքան կարող է շարունակվել այս եւ-եւի քաղաքականությունը եւ ինչպես անել, որպեսզի ցնցումներ չառաջանան, երբ կա այդ ընտրության պահը։ Այս եւ իհարկե ոչ միայն այս հարցերի մասին ենք զրուցելու այսօր։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս տնտեսագիտության թեկնածու, կայուն զարգացման հարցերով միջազգային փորձագետ եւ Ազգային ժողովի падգամավորի տեխնացու, Լուսավոր Հայաստան կուսակցության ցուցակով առաջադրված տեխնացու Սուրեն Գյուրջինյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք առաջին անգամն եք մեր տաղավարում, շատ ուրախ եմ ձեզ հյուրընկալել եւ ընդհանրապես ոչ միայն մեր տաղավարում, կարծես թե նոր դեմք եք քաղաքականության մեջ, որտեղից ինչպես։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ նաեւ հնչեցրած հարցի համար։ Այո, իսկապես քաղաքականության մեջ նոր դեմք եմ, ընդհանրապես երևի թե 10 տարի առաջ չէի էլ կարող մտածել իմ քաղաքականության մեջ հայտնվելու մասին, միշտ եղել եմ ապաքաղաքականացված մարդ, ավելին ասեմ հանրային ակտիվ կյանքից հեռու մարդ, կենտրոնացել եմ իմ մասնագիտական աճի վրա, այսպես ասած, իմ կարիերայի վրա, իմ անձնական կարողությունների զարգացման վրա որպես մասնագետ եւ միշտ մտածել եմ, որ Հայաստանի Հանրապետությանը դրանով կարող եմ օգուտ տալ որպես մասնագետ, որպես հարկատու, որպես ինչ որ չափով գործի գիտակ, պրոֆեսիոնալ։ Սակայն ոնց որ ասում են ուրբաթը շաբաթից շուտ եկավ, առաջի ազդակը, որ այսպես չի կարելի, այսպես հեռու մնալ հանրային պրոցեսներից չի կարելի, եղավ 2016 թվականի քառորյա պատերազմը, որից հետո ինձ մոտ շատ հարցեր մնացին այն առումով, թե ինչպես Ադրբեջանը հանդգնեց հարձակվել, լավ, Ադրբեջանը հարձակվեց, բա մենք ինչի չգնացինք Բաքվում, թե չխմեցինք, օրինակ, ոնց որ թե պիտի անեինք։ Շատ նույնիսկ մանրուքներ, չգիտեմ, մեր զինվորների հանդերձանքը, դեպի Արցախ տանող ճանապարհների վիճակը այն ժամանակ ոչ այդքան բարվոք եւ այլն, ավելի ոնց որ 16 թվականից հետո այդ մտածմունքները մոտս թեժացան, ավելի ու ավելի սկսեցի մտածել միգուցե հանրային կյանքում պետք է իմ եւ իմ նմանները ավելի մեծ դեր ունենան, բայց տենց մտածմունքներով պարզապես սահմանափակվեց իմ ցանկությունը, որոշ շատ փոքր տենց գործողությունների դիմեցի զուտ ընտանիքիս, ընկերական շրջապատիս, օրինակ շրջանակների մեջ, չգիտեմ, հայկական արտադրանք գնել եւ այլն, տենց ոնց որ բոլոր ինչ որ հասարակ քաղաքացու մակարդակով։ Դե դրանից հետո եղավ հեղափոխությունը, ողջունեցինք, ուրախացանք շատ, որ երկիրը միգուցե այլ ճանապարհով գնա, տնտեսական զարգացումը սրընթաց լինի, անվտանգության հարցերը ավելի արդյունավետ կլուծվեն։ Այնուհետև մինչև 20 թվականի 44-օրյա պատերազմը հեղափոխական այդ process-ից մի փոքր հիասթափություն ապրեցի, կադրային նշանակումները ընդհանուր առմամբ պետական համակարգի արդյունավետության ոչ թռիչքային բարձրացումը
Այսինքն մենք ավելին էինք սպասում։ Ու սառը ցնցուղ եղավ իհարկե 44 օրյա պատերազմը, որի արդյունքներով մենք էլի կարծես թե Բաքվում թեյ չխմեցինք։ Հասարակության զգալի հատված, այն հատվածը միջին խավ եւ բարձր, հա, կարելի ասել, ստրեսի մեջ ընկավ, շատերը սկսեցին մտածել ինչ անենք։ Այդտեղ ես հասկացա, որ պիտի հասարակական, այսպես ասած, ավելի մեծ ակտիվություն ցուցաբերեմ, որովհետև արդեն հասել է այն պահը, որ եթե դու չզբաղվես քաղաքականությամբ, քաղաքականությունը կզբաղվի քեզանով։ Այդպես, բայց հասարակական ակտիվությունս ինչ որ քննարկումներից այս կամ այն ուժերի, այս կամ այն քաղաքացիական նախաձեռնությունների հետ քննարկումներից առաջ չընկան։ Լուսավոր Հայաստանից ստացա առաջարկ պատգամավորի տեխնացու դառնալու, ընդ որում լինելով անկուսակցական, ինչը իմ համար էս փուլում շատ կարևոր է։ Շնորհակալ եմ Լուսավոր Հայաստան կուսակցությանը հրավերի համար եւ ինձ հնարավորությունը ընձեռնելու համար։ Համաձայնեցիք եւ ընդգրկվեցիք։ Այո, համաձայնեցի եւ ընդգրկվեցի նախընտրական ցուցակում, իսկ թե ինչի են քաղաքականությամբ պետք նոր մարդիկ, որովհետեւ դա նոր մոտեցումներ են։ Դա տեսակետներ են, որոնք միգուցե, այսպես ասած, հին քաղաքական գործիչները չեն նկատում, հա, ինչ որ հանրային կարծիք, որը որ չի նկատվում, այսպես ասած, հին քաղաքական գործիչների մոտ։ Դա որոշակի առումով թարմություն է։ Չնայած կարծրացած կարծիք կա, որ քաղաքականությունը լավ բան չէ եւ այլն, կարծում եմ իմ նման մարդկանց գալով կփորձենք ապացուցել, որ քաղաքականությունն էլ կարելի է ծառայեցնել իշահ պետության զարգացմանը։ Ձեր նման մարդկանց հիմա դուք քաղաքականության մեջ տնտեսագետ եք, թե տնտեսագիտության մեջ քաղաքական գործիչ։ Կուզեի քաղաքականության մեջ լինել տնտեսագետ։ Ես իմ դերը ավելի շուտ այդտեղ եմ տեսնում։ Իսկ ինչպես է գնահատում Լուսավոր Հայաստան կուսակցության հնարավորությունները, շանսերը այս ընտրություններին։ Բավականաչափ լավ, այն առումով, որ 21 թվականի ընտրությունների բևեռացումից հետո պարզ դարձավ եւ հասարակությունը սկսեց հասկանալ, որ չի կարելի բաժանվել սևերի, սպիտակների, նախկինների եւ ներկաների։ Քաղաքական դաշտը Հայաստանի շատ ավելի բազմաբևեռ է, ընտրության հնարավորությունը շատ ավելի մեծ է եւ կարծում եմ Լուսավոր Հայաստանը հենց այդ նիշան կզբաղեցնի հասարակության այն հատվածի, որը որ նախկինա ներկա այդ խաղը չի ուզենա խաղալ։ Դուք ըստ էության նկարագրեցիք, թե ինչպես եղավ, ինչպես որոշեցիք, ինչ ճանապարհ անցաք, որպեսզի քաղաքական հայտ ներկայացնեք, առաջադրվեք որպես պատգամավորի տեխնացու։ Ես գիտեմ, որ սկսել եք գիտությունից, հետո անցել եք ձեռնարկատիրության եւ հիմա ասում եք, ձեր նման նոր մարդիկ են պետք քաղաքականության մեջ, որպեսզի նոր մոտեցումներ, նոր շունչ, թարմ մոտեցումներ բերեն։ Կոնկրետ հարց. Դուք ազգային ժողովի պատգամավոր եք ընտրվում։ Ինչ նորություն եք բերելու տնտեսական առումով, ինչ ձեր առաջին նախաձեռնությունը օրենսդրական որը կլինի։ Այժմ դժվար է խոսալ կոնկրետ առաջին նախաձեռնության մասին, վերջիվերջո դա նաև թիմային որոշում պետք է լինի։ Ձեր մոտեցումները։ Բացի այդ, դա պետք է համաձայնեցվի նաև գործընկերների հետ, կոալիցիայի գործընկերների կամ եթե լինենք ընդդիմություն նաև, այսպես ասած, իշխող ուժի բարիերը պիտի անցնի, բայց տեսնում եմ ուղղություններ, որտեղ կարող են աշխատել մասնագիտությամբ տնտեսագետները, հատկապես Հայաստանի տնտեսությունը հողի վրա, այսպես ասած, ճանաչող տնտեսագետները, մեր հարկային քաղաքականության հետ կապված ներկայիս շատ հարցեր կան, հարկային օրենսգրքի, հարկերի սահմանաչափերի եւ այլն։ Հարկերի թեթևացում, թե այլ լուծումներ։ Հարկերի թեթևացում, տարբեր տեսակի հարկերի դրույքաչափերի փոփոխություն,
փոքր եւ միջին բիզնեսի համար որոշակի լգոտաների սահմանում կա այդտեղ աշխատելու տեղ իմ կարծիքով իհարկե ավելի խորը մտածել է պետք եւ միգուցե գործադիրի գործընկերների հետ համատեղ ընդհանուր բիզնես միջավայրի բարելավման մենք խնդիր ունենք, բիզնեսին նպաստելու մենք խնդիր ունենք, թեպետ թվում է թե գործադիրը որոշ բաներ անում է բիզնեսին նպաստելու համար, օրինակ այդ վարկերի սուբսիդիաները գյուղատնտեսության կամ նոր տեխնոլոգիաների եւ այլն, բայց կարծում եմ չի կարելի փողը տալ հենց այնպես։ Պետությունը մի քիչ պետք է հատկապես փոքր եւ միջին բիզնեսը սենց ձեռքից բռնի եւ տանի զարգացման։ Ձերքից բռնել ինչպես եք պատկերացնում, այսինքն օգնելը սուբսիդիաների ավելացում, թե նոր տեխնոլոգիաների սուբսիդիաների ավելացումը կարելի է քննարկել, կարելի է նույնիսկ սուբսիդիաների ավելացման չգնալ, բայց մենք խնդիր ունենք մանր եւ միջին բիզնեսը որոշակի առումով օժանդակելու, խորհրդատվական օժանդակության նույնիսկ ես կասեի, օրինակ եթե մանր միջին բիզնեսը գնում է արտադրական կարողությունների հզորացմանը, պետք է լինեն Հայաստանում ինստիտուտներ, որոնք որ այդ հարցում կօժանդակեն, արտահանում, չեմ տեսնում արտահանման խթանման շուրջ լուրջ աշխատանքներ կամ լուրջ ծրագրեր գործադիրում, հաջողված միջազգային փորձ կա, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության փորձը, այսպես կոչված էքսպորտի աջակցության կենտրոնները, որոնք բացված են բոլոր մարզերում եւ ամենօրյա ռեժիմով գործարարի ձեռքը բռնած տանում են դեպի հաջողություն։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ դուք պատկերացնում եք մի կողմից եւ ազատական տնտեսություն, բայց նաեւ պետության մասնակցություն։ Պետության մասնակցություն օժանդակության ձևով։ Ամենօրյա օժանդակության ձևով պետության մասնակցություն եւ դա ազատական տնտեսական մոդելի հետ որևէ խոչընդոտ չի ստեղծում, հակադրություն չի ստեղծում։ Ուրիշ որ ոլորտներում ենթադրենք հիմա ես ինչքանով գիտեմ տեղեկատվական տեխնոլոգիաները համարվում է առաջ զարգացած, հա, այստեղ համաձայն եք այդ զարգացած տերմինի հետ, թե էլի զարգացման հնարավորություններ կա, ինչա լինելու։ Տեղեկատվական տեխնոլոգիաների լուրջ մասնագետ, այդ ոլորտի լուրջ մասնագետ ինչ չեմ կարող համարել, համարում եմ այո զարգացած, սակայն խոսալով տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների հետ, առաջատար ֆիրմաների մասնագետների հետ, կարող եմ ասել, որ խնդիրներ կան նաև այդտեղ, նույն այդ օրինակ ամուր դրամի հետ կապված, այսինքն արժևորված ազգային արժույթի հետ կապված մեր պրոդուկտը, որը հիմնականում էքսպորտ գնացող պրոդուկտ է, տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների, դառնում է ավելի եւ ավելի ոչ մրցունակ։ Պետությունը պիտի դրա շուրջ մտածի։ Բացի դրանից, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը շատ կարևոր է տնտեսության համար, բայց չի կարելի այդ բնագավառը գերկարևորել, այսինքն այդ բնագավառը ինքը տնտեսական զգալի աճ, մեծ թվով աշխատատեղերի ստեղծում եւ բարեկեցություն չի բերի, որովհետեւ չի կարող ամեն գյուղի բնակիչ նստել համակարգչի մոտ եւ ծրագրավորում անել։ Հա, կամ դա այսինքն շատ կարեւոր է որոշակի քանակությամբ անձանց համար աշխատատեղ ստեղծելու, հարկեր հավաքելու եւ ազգային ներքին արդյունք գոյացնելու համար, բայց մեզ նաև այլ ուղղություններ են պետք։ Շատ լավ։ Պարոն Գյուրջյան, մենք իհարկե այսպես կարող ենք վերլուծել տնտեսության կառուցվածքը եւ տարբեր ոլորտները, բայց իրականում չենք կարող, որովհետեւ ժամանակային սահմանափակում ունենք։ Ես հիմա ուզում եմ անդրադառնալ մի փոքր ավելի գլոբալ խնդրի, այն խնդրին, որին ես անդրադարձա մեր զրույցի ամենասկզբում բացման խոսքի ժամանակ, այս նախընտրական շրջանում էլ այդ հարցը շատ քննարկվող հարցերից մեկն է։ Հայաստանի տնտեսական ինքնությունը, որ համակարգի հետ
նկատի ունեմ, որ մենք շարունակում ենք մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ եւ խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության հետ։ Դուք ինչպես եք տեսնում Հայաստանի ինքնությունը այս երկուսի արանքում։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ տնտեսագիտության թեկնածու, կայուն զարգացման հարցերով միջազգային փորձագետ եւ Լուսավոր Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակով падգամավորի թեկնածու առաջադրված Սուրեն Գյուրջինյանի հետ։ Իմ վերջին հարցը վերաբերում էր Հայաստանի տնտեսական ինքնությանը, եթե կարելի է այդպիսի ձևակերպում տալ, հա, նկատի ունենալով մի կողմից ԵԱՏՄ, մյուս կողմից ԵՄ։ Դուք ինչպես եք տեսնում այս ինքնությունը։ Տնտեսության զարգացման տեսլական դա կանվանի, հա, մի քիչ վերաձևակերպելով ձեր կողմից օգտագործված եզրույթը։ Ես կարծում եմ, որ պետք չէ հրաժարվել այն լավից, այն դրականից, ինչ մենք ունենք։ ԵԱՏՄ-ի անդամակցելուց ստացված օգուտները ակնհայտ են։ Ակնհայտ է, որ Հայաստանի էքսպորտի զգալի մասը եւ էքսպորտի նաեւ կառուցվածքի մեջ պատրաստի արտադրանքի ոչ թե հումքի, կարելի ասել, առյուծի բաժինը դա ԵԱՏՄ երկրներն են, մասնավորապես Ռուսաստանը։ Այդ առումով պետք է շարունակել տնտեսական զարգացման կամ տնտեսական ինտեգրացիայի այն ձևաչափով առաջ շարժվել, որի մեջ մենք հիմա գտնվում ենք։ Ինչքան կարող ենք դա շարունակել, այսինքն համադրել։ Հիմա իշխանությունները ըստ էության այդ ԵՎ-ի կամ տնտեսական կոմպլեմենտարիզմի քաղաքականությունը վարում, հա, մի կողմից ԵԱՏՄ, մյուս կողմից ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացում, ինչքան կարող է դա շարունակվել եւ ինչպես անել, որպեսզի Հայաստանի տնտեսական համակարգը ցնցումների չի ենթարկվի, երբ որ կա այդ ընտրության պահը։ Ես կասեի ԵՄ-ի հետ պետք է շարունակել գործընկերային հարաբերությունները։ Խոսքը վերաբերվում է թե ԵՄ-ին որպես կառույց, որպես ինստիտուտ, թե Եվրոպայի առանձին վերցրած երկրների հետ, պետք է շարունակել այն մոդելով, որը հիմա գործում է։ Մասնավորապես, այս պահին մենք ԵՄ-ի հետ ունենք քաղաքական մասին անդրադառնանք, հետո տնտեսական։ Այս պահին մենք ԵՄ-ի հետ ունենք ստորագրված այսպես կոչված ՍԵՊԱ պայմանագիրը։ ՍԵՊԱ պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է որոշակի պարտավորություններ, որի գրեթե կեսը մինչ այժմ դեռ չի կատարվել, դա էլ խնդրում եմ հաշվի առնենք, որ գործող պայմանավորվածությունը չկատարելով գնալ ինչ-որ խորացման, կարծում եմ այդքան էլ արդյունավետ չէ։ Չենք կարող թույլել չեն տա։ Այո, նույնիսկ եթե քաղաքական ինչ-որ կոնյունկտուրայից ելնելով մեզ ինչ-որ բան թույլ տան, այսինքն ոնց որ մի քայլ թռնել առաջ, պետք չէ դրան գնալ, ունենք ՍԵՊԱ-ն, ունենք ՍԵՊԱ-ով ստանձնած մեր պարտավորությունները, այդ պարտավորությունները կատարում ենք, դրա դիմաց Եվրամիությունը նույնիսկ գործող ձևաչափի մեջ Հայաստանի համար ունի սահմանած բան, պրեֆերենցիաների ռեժիմ արտաքին առևտրի։ Դրանից հենց որ մենք անցանք, այսինքն պրեֆերենցիաների ռեժիմից, հենց որ մենք փորձենք անցնել հաջորդ քայլին, դա ազատ առևտրի համաձայնագիրն է, նույն պահից մենք անհամատեղելի ենք դառնում ԵԱՏՄ-ի հետ։ Այսինքն, ձեռք չբերելով եվրոպական շուկան, մենք կորցնելու ենք ԵԱՏՄ-ի շուկան։ Դրա համար ես կողմնակից եմ, այսպես ասած, Ամերիկա չհայտնագործել, այն ինչ որ ունենք հիմա լավը գնալ այդ ուղղությամբ, Եվրոպայի հետ գործընկերությունը, Եվրամիության հետ գործընկերությունը կառուցել արդեն իսկ գոյություն ունեցող համաձայնագրերի շրջանակներում, որոնք կարծես թե այլ գործընկերների զայրույթը չեն առաջացնում։ Չեն առաջացնում։ ՍԵՊԱ-ն ամենայն դեպս չէ ոնց։ Ֆորմալ առումով չի առաջացնում։ Մեզ հիմա դրա ֆորմալ մասն է կարևոր։ Մյուս գործընկերները ՍԵՊԱ-ն ընդունել են 2017 թվականին, ընդունել են։ Ամենայն դեպս մեզ չեն քարկոծել ՍԵՊԱ-ի համար։ Շարունակում ենք ՍԵՊԱ-ով։ ՍԵՊԱ-ով դեռ այդքան անելիք ունենք, որ առաջ գնալ պարզապես պետք չէ։
Հասկացա։ Այսինքն այդ տնտեսական դիվերսիֆիկացման հերանեկարը առայժմ պետք է տեղավորել ՍԵՊԱ-ի մեջ եւ հետո տեսնենք ինչ տնտեսական դիվերսիֆիկացման հերանեկարը պետք է տեղավորել այս պահին ԵՄ-ի հետ գոյություն ունեցող համաձայնագրերի ձևաչափի մեջ։ Այստեղ, երբ որ ասում են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկան կբացվի եւ այլն, ինչն է մեզ խանգարում հիմա բացենք այդ շուկան։ Ստեղ վերադառնանք նորից իմ ասածին, Հայաստանի Հանրապետության կառավարություն ուզում ես հայկական արտադրողի համար Եվրամիության շուկան բացել։ Չափանիշները համապատասխանեցին։ Օգնիր առաջի հերթին, որովհետեւ եվրոպական շուկան լուրջ տեխնոլոգիական արտադրության ստանդարտների եւ վարչարարական լուրջ դժվարություններ հաղթահարելու process է, որը հատկապես մեր մանր եւ միջին բիզնեսը միայնակ հաղթահարել չի կարողանա։ Ես ձեզ պարզ օրինակ բերեմ, թերևս երևի 7-8 տարի առաջ Հայաստանի Հանրապետության համար Եվրամիությունը այսպես կոչված քվոտա սահմանեց, այսինքն առևտրի պրեֆերենցիալ պայմաններ 3 ապրանքատեսակի համար՝ մեղր, խեցգետին եւ ձուկ։ Այսինքն Եվրամիությունը, եթե պարզեցնեմ, ասեց հարգելի Հայաստանի Հանրապետության ձեռներեցներ, այս 3 ապրանքատեսակի կարիքն ունեմ։ Պատրաստ եմ պարզեցված ընթացակարգերով ներկրումը կազմակերպել։ Կոպիտ ասած կանաչ լույս տվեց։ Աճեցին մեր ձկան, խեցգետնի եւ հատկապես մեղրի արտահանման ծավալները։ Ոչ, ինչու՞, որովհետեւ պետությունը չզբաղվեց։ Եվ մենք այդ նիշան կորցրեցինք։ Այսինքն այդ մտահոգությունները որ կան, դեռ վաղաժամ են, հա, ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ։ Իմ անձնական կարծիքով եւ նաեւ դա որոշակի առումով կուսակցության կարծիքն է, այս պահին ոչ միայն վաղաժամ է ընտրություն կատարել, այլ նաեւ ոչ այդքան հաշվենկատ է ընտրության մասին խոսալ։ Պետք է ասել, իմ կարծիքով, մենք մեր ընտրությունը արդեն արել ենք։ Մեր ընտրությունը այս պահին ՍԵՊԱ-ն է, մեր ընտրությունը Եվրամիության հետ ՍԵՊԱ-ից բխող համաձայնությունների շրջանակն է եւ մեր ընտրությունը եվրոպական Եվրամիության առանձին երկրների հետ բարեդրացիական ինչու ոչ նաև բարեկամական հարաբերությունների ստեղծումն է եւ զարգացումն է։ Տնտեսական առումով ոչ մի խոչընդոտ մենք չունենք դեպի Եվրամիություն արտահանման, բացի օժանդակությունից արտադրողին։ Շարունակելով մնալ ԵԱՏՄ կազմում, այո, առայժմ հակադրություն չկա եւ ընտրության բան առայժմ չկա։ Բացարձակ մի օրինակ բերեմ, թվում էր թե օրինակ Բելարուսը, Ռուսաստանից քաղաքական առումով եւ տնտեսական առումով կախված երկիր։ Բելարուսի պատրաստի արտադրանքի էքսպորտը դեպի Եվրամիություն, մինչև 2020 թվականը, երբ Բելարուսը ու հատկապես 22-ը, երբ Բելարուսը ընկավ սանկցիաների տակ, բայց դա քաղաքական որոշում էր։ Ես կարող եմ ասել, անգամներ, նույնիսկ կարգով գերազանցում էր Հայաստանինը։ Տեսեք մի երկիր, որը մեր պատկերացմամբ կապված է Ռուսաստանից, որը, չգիտեմ, մեր քաղաքական գործիչների խոսույթով Ռուսաստանի գուբերնիան է եւ այլն, Ռուսաստանի գուբերնիան ավելի մեծ ապրանքատեսակ էր արտահանում, քան Հայաստանը, ես նույնիսկ ասեի որոշ ոլորտներում ավելին, քան Ռուսաստանը, ավելին, քան այդ գուբերնիայի մետրոպոլիան։ Քանի որ խոսեցիք գուբերնիայի մասին, այս ընթացքում շատ է խոսում նաև Ռուսաստան-Բելարուս այս միութենական պետության մասին եւ ընդ որում կախված այն նրանից թե ինչպիսին է քաղաքական ուժերի դիրքավորումը դեպի արտաքին քաղաքական ինքնություն ընտրում, ըստ այդմ գնահատում են այդ Ռուսաստան-Բելարուս միությունը, մի մասն ասում է, որ դա գուբերնիա է, մյուս մասն ասում է, որ ոչ, դա տնտեսական նաև տնտեսական անվտանգություն է։
Միութենական պետություն կոչվածն ինչ է, որ մի մասը վախեցնում է, որ գնաք գուբերնիակ դառնաք, մյուս մասն ասում է, չէ, այդ շատ լավ բան է։ Շատ շնորհակալություն այս հարցի համար։ Այստեղ ինձ կներեք, եթե մի քիչ տենց կտրուկ լինեմ։ Համեցեք։ Տեսեք, Ռուսաստան-Բելարուս միութենական պետության միացման կամ այդ միացման դեմ պայքարելու խոսույթը մի քիչ սին է իմ կարծիքով, որովհետև Ռուսաստան-Բելարուս միութենական պետությունը ստեղծված է Ռուսաստանի եւ Բելարուսի համար։ Դա ըստ ես այդ հարցը ուսումնասիրել եմ ժամանակին, ուղղակի որպես հետաքրքրվող հանց, վարկածներ կան բավականի հիմնավորված, որ դա եղել է Լուկաշենկոյի պրոյեկտը Ելցինի ժամանակ, որպեսզի այդ միասնական պետության ղեկավարը դառնար Լուկաշենկոն, հասկանում էր, որ Ելցինը թուլանում է, մտածում էր ինչի չզբաղեցնեմ Ելցինի տեղը, նու չստացվեց, եկավ, հա, որպես Պուտինի, այսպես ասած, հետնորդ, Ելցինի հետնորդ եկավ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը։ Այսինքն այդ միությանը դա երկկողմանի համաձայնագրերով ուրեմն ստեղծված միություն է, որին ոչ մի այլ երկրի անդամակցության հարց ես շատ եմ ուսումնասիրել ինտերնետը եւ այլն, Բելարուս գործընկերների հետ հանդիպումների ժամանակ փորձել եմ տենց հետաքրքրվել իմանալ, չի քննարկվել, բայց եթե շատ ուսումնասիրել, պիտի նաև նկատած լինեիք, որ ժամանակին Հայաստանում նույնիսկ ստորագրահավաք սկսվեց միանալու այդ միությանը։ Դա նույն Եվրամիության միանալու ստորագրահավաքի նման էր, քաղաքական ժեստ էր։ Այդտեղ ախր առաջինը չկա, երբևէ չի եղել խոսակցություն որևէ երրորդ երկրին այդ երկու պետությունների դաշինքին միանալու մասին, երկրորդը այդ միությունը Ռուսաստան-Բելարուս մի քիչ իր մեջ տենց մեռելածինության տար կա, այսինքն ինքը ողջ չէ, ընդունված են մի շարք օրինագծեր եւ այլն, որոնցից կիրառվում է թե Ռուսաստանում, թե Բելարուսում երևի մի 10%։ Ես ձեզ ասեմ, ԵԱՏՄ-ն իր կարգավորումներով շատ ավելի խիստ է, շատ ավելի խիստ ինտեգրացիա է ենթադրում, որովհետև այնտեղ կոնկրետ պահանջներ կան, կոնկրետ պահանջներ ապրանքների նկատմամբ, ծառայությունների նկատմամբ, ընդհանուր շուկայի նկատմամբ։ Իսկ դա ինչ է իրենից ներկայացնում։ Հիմա ըստ էության կա թե չկա, եւ եթե կա, դա ընդհանուր շուկա է, թե ֆեդերատիվ պետություն գնացող ինչ-որ մի բան։ Դա պիտի կոնֆեդերացիայի գնար, կոնֆեդերատիվ պետության, որքանով ես եմ հասկանում, բայց process-ը կանգնեց։ Ու ընդ որում process-ը կանգնել է մոտավորապես 2000-ականների սկզբից, երբ որ մենք նայում ենք 2000-ականների, նու լավ, սկզբից չասեմ, չխաբեմ, 2000-ականների կեսերից միութենական պետության շրջանակներում ինչ է ընդունվել, ինչ օրինագծեր են ընդունվել, ոչինչ չի ընդունվել։ Ինձ թվում է դրանից հետո միութենական պետության գաղափարից Ռուսաստանը շուռ եկավ դեպի ԵԱՏՄ, սկսեց զարգացնել այդ տրեկը, որտեղ ավելի մեծ հաջողության հասավ։ Այսինքն այդ առումով մի քիչ միութենական կներեք ընդհատեցի ձեզ, այդ առումով միութենական պետության միանալը մի քիչ են գայլերը կգան քեզ կուտեն բանից է, էլի, ոնց որ, հա, օպերայից է, ախր ոչ մի գայլ չի ուզում մեզ գալ ուտել, էլի, տենց այդ գայլը չկա, որ մեզ ուտի, գոնե այս առումով։ Հա, այսինքն վտանգների մասին, որ վախեցնել այդ ես վստահ եմ, եթե Հայաստանի Հանրապետությունը վաղը, օրինակ, գա մի շատ ռուսամետ իշխանություն եւ փորձի միանալ միութենական պետությանը, մեզ կհայտնեն խորին շնորհակալություն եւ process-ը կկանգնի, որովհետեւ Ռուսաստանն ու Բելարուսը դեռևս չեն հասկացել այդ միութենական պետության հետ ինչ անեն։ Ավելի հաջողված պրոյեկտ կա, ԵԱՏՄ-ն է, նա թողել են։ Դուք որպես տնտեսագետ աչքի անցկացնում եք այսօր ընտրություններին մասնակցող կուսակցությունների տնտեսական ծրագրերը, տնտեսական առաջարկները։ Այո։
Եվ ինչ կառանձնացնեք, ինչ դիտարկումներ ունեք, որոնք են որ իրացվելի են, իրատեսական են, որոնք են որ պոպուլիստական են եւ նախընտրական հռետորաբանության դրամաբանության մեջ զերծ կմնամ գործընկերների առաջարկները մեկնաբանելուց ձեր թույլտվությամբ կան իրատեսական առաջարկներ, որոնց հետ ես համաձայն եմ, կան նաեւ պոպուլիստական առաջարկներ, կամ առաջարկներ, որոնք որ խորը տնտեսական վերլուծական հենք չունեն, ուղղակի ցանկություն են, բայց չի ուզենա դրան անդրադառնալ, որովհետև իմ կարծիքով գալիք ընտրությունները ոչ այդքան տնտեսության մասին են, ինչքան Հայաստանի զարգացման ընդհանուր տեսլականի որոշման մասին են, ավելի շատ մեր ինքնության, մեր մշակութային եւ հոգեվոր ժառանգության պահպանության մասին են։ Իսկ ինչ գործընկերները առաջարկում են, հիմնականում գրագետը լավն է, կարելի է դրա շուրջ աշխատել, կարելի է պարլամենտում գործընկերների հետ համագործակցել։ Ինչ որ ուղերձ ունեք, մարդ, որը գիտությունից գնացել է դեպի ձեռնարկատիրություն, հենց ձեռնարկատերերին Ինչպիսին կլինի Հայաստանի տնտեսությունը, եթե ձեր մոտեցումները իրականություն դառնան։ Ես կասեի ձեռնարկատերը, եթե իմ մոտեցումները իրականություն դառնան, իհարկե շատ ամպագորգոր կհնչի, ես վարչապետի տեխնացու չեմ։ Չէ, ես նկատի ունեմ այն պարագային, երբ որ դուք հայտնվեք խորհրդարանում եւ որոշակի կշիռ ունենաք որոշումների կայացման ձեռնարկատերը ավելի պաշտպանված կլինի։ Ընդ որում ձեռնարկատերը թե արտադրության բնագավառում, թե խոշոր ձեռնարկատերը, թե փոքր եւ միջին բիզնեսը, թե ֆերմերները, որովհետև իմ ձեռնարկատիրությունն էլ գնացել է բավականի հետաքրքիր 3 ուղղությամբ, դա խորհրդատվական ծառայությունն է, դա շինանյութերի ներկրում, այնուհետև արտադրություն որոշ առումով եւ գյուղատնտեսություն, անասնապահություն։ Այդ 3 բնագավառում այս կամ այն ակտիվությամբ ես ներգրաված եմ եղել։ Այսինքն հասկանում եմ թե ներկրողի խնդիրները, որոշակի առումով արտադրողի խնդիրները եւ ֆերմերների գյուղացու խնդիրները։ Կարծում եմ ջանք ու եռանդ չեմ խնայի, որ ձեռնարկատերը պաշտպանված լինի։ Ձեռնարկատիրոջ ձայնը օրենսդիրում եւ օրենսդրի միջոցով գործադիրում լսելի լինի։ Շնորհակալ եմ։ Այդ դա այն ռեալ խոստումն է, որ կարող եմ տալ։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Տնտեսական ընտրությունը երբեք հեշտ չի լինում, հատկապես որ տնտեսական ընտրությունը ուղիղ կապ ունի երկրի ինքնիշխանության մակարդակի հետ։ Այսօր մենք փորձեցինք լսել տնտեսական եւ քաղաքական մոտեցումներ մի մարդու, որ անցել է գիտությունից դեպի ձեռնարկատիրություն եւ այսօր քաղաքական հայտ է ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորի տեխնացու է Լուսավոր Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակով։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում էի տնտեսագիտության տեխնացու եւ կայուն զարգացման հարցերով միջազգային փորձագետ Սուրեն Գյուրջինյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում էիք, լավ մնացեք, կհանդիպենք։ Շնորհակալություն։